Բարի լույս, բարի օր, բարի երեկո, ողջույն բոլորին, սիրելիներս հուսով եմ, որ լավ եք, ամեն ինչ լավ է, բարի գալուստ իմ ալիք, բարի գալուստ իմ խոհանոց, սկսում ենք նոր օր և նոր մենու, թե ինչ տեղավորվեք հարմարավետ և տեսեք թե այսօր ինչ եմ պատրաստել։ Ժողովուրդ ջան, պատրաստվում եմ նախաճաշի։ Առավոտյան վերընկացել, սուրճ խմել ենք արդեն ու հիմա պետք է մի թեթև նախաճաշենք ու քանի որ տանը ունեի հին հաց, հին ասելով մի օր առաջվա հաց, որոշեցի այսենց հացով ձվածեղ պատրաստեմ ու շատ վաղուց որ չեմ պատրաստել այս հացով ձվածեղը իրա կարոտել ենք, ահա ձուն արդեն կոտրել եմ, ինչպես տեսնում եք, հացը կտրեցի, հիմա մի քիչ այստեղ աղ կավելացնեմ, մի կողմի վրա դնեմ, հիմա ձուն հարեմ, վրան մի քիչ կաթ ավելացնեմ, ահա ու հացերը թրջեմ մեջը, թող մի քիչ ոնց որ թրջվի, խոնավանա հացը ու սկսեմ տապակել, գազը ջախը միացրել եմ, ձեթը լցրել եմ, սպասում եմ տաքանա ու այդ ընթացքում թաթախում եմ հացերը, ահա ժողովուրդ ջան, շատ արագ, համեղ նախաճաշ է ստացվում, ձեթը տաքացել է, այսինքն շիպցիով բռնում ենք ու հատիկ տապակում, ահա ժողովուրդ ջան, քանի այսպես տապակում եմ, ես ուզում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել, որ բաժանորդագրվում եք իմ ալիքին, սպասում եք ինձ, անչափ ուրախ եմ և շնորհակալ եմ, կներեք, որ ուշացումով եմ տեղադրում վիդեոները, աշխատանքս շատ է, իրոք չեմ հասցնում, ամեն անգամ ասում եմ վերջ, հեսա այս վիդեոից հետո հաջորդը վրաս մոնտաժելու եմ ու տեղադրեմ ու չեմ կարողանում, ժամանակս չի հերիքում ճիշտն ասած, ամեն անգամ ասում եմ վերջ կաշխատեմ արդեն, գոնե շաբաթը 2 անգամ վիդեո տեղադրել, ես ինքս ինձ խոստանում եմ ու իմ խոստումը չեմ կարողանում կատարել ժամանակի պահով, այնպես որ վիդեոները կլինեն ու տեսնեմ, թե երբ եմ ռեժիմի մեջ ընկնում, այսպես ասեմ, ահա տեսեք ինձ սիրուն է տապակվում, շատ համով է լինելու, այս կողմն այս երկու հատն էլ տեղադրեմ, ահա թողնեմ, վերջի ձուն այլ ոչ ձուկը կոտրեմ, հենց կակրաս հերիքեց, ահա ժողովուրդ ջան, էլ ձու չեմ կոտրի, տեսեք, ինչքան հաց կտրել էի, հենց 2 ձու էի կոտրել, դա էլ բավականացրեց ինձ լրիվ բավականացրեց, սա այս արանքը կդնեմ, այս մեկն էլ այս մի արանքը կդնեմ ու ձունը կլցնեմ այսենց վրան, վերջ, ահա և հեր սիրելիները ստացվեց այսպիսի համեղ նախաճաշ, մի քանիսի վրա քսեցի սերուցքային պանիր, կարելի ասել Ֆիլադելֆիա տեսակի պանիր և վայելելու ենք նարնջի հյութով, դե ինչ,
Եթե պատրաստվում եք նախաճաշելու, բարի ախորժակ բոլորին, կհանդիպենք ճաշի ժամին։ Ժողովուրդ ջան, պատրաստում եմ սուպիկ։ Այստեղ սոխարացն է պատրաստվում։ Սուպիկս լինելու է հավի մսով, արդեն եփած պատրաստ է, կողքից դրված։ Այստեղ էլ արգանակն է։ Այսինքն սիրուն հոմով արգանակ է ստացվել, կարտոֆիլը մաքրել դրել եմ կողքից։ Այս ափսեն, ժողովուրդ ջան, սենց մաշված որտեղ մեկ այն եք նա սենց լցնեմ։ Իմ աղջկա թայնա, տեսեք, ու պահել եմ, չեմ հրաժարվում սրանից։ Մի խոսքով, այստեղ էլ գազար ունեմ, հիմա գազարն էլ մի հատ կմաքրեմ, կլվանամ, քերիչով կանցկացնեմ, որպեսզի ավելացնեմ սուպիկի մեջ։ Այս է թող այսպես մի հատ թեթև իրար հետ կարտոֆիլը շոքե խաշվի ու անցնենք մնացած գործողությանը։ Սուպիկ վաղուց չի պատրաստել, շատ ենք կարոտել։ Հենց սրա մեջ էլ կմաքրեմ, քերիչով կանցկացնեմ ու կավելացնեմ սուպիկին։ Ճիշտն ասած, այսօր խանութում շատ լավ համեմ կար, որ համեմ գնեցի, ասեցի վայ, արժի համեմով մի հատ լավ սուպիկ պատրաստել։ Համել հիմա ոնց որ եղանակից էլ է դեռ ճիշտ է, մեր մոտ տենց լավ եղանակը 18 աստիճան, 15 աստիճան, բայց քանի որ ծովին մոտիկ ենք, խոնավությունը շատ է։ Մի վայրկյան։ Ժողովուրդ ջան։ Այդ է, քանի որ մեր մոտ ծովը մեզ մոտիկ է, խոնավությունը շատ է։ Դրա համար ցրտոտ է եղանակը մեր մոտ համարվում 15 աստիճանը, մեր մոտ շատ ցուրտ է համարվում։ Ու իրոք ցրտոտ է։ Բայց այն Իսպանիայի արևը գիտեք, հավես արևը։ Արևի տակ լավ է, հովի տակ ցուրտ։ Ու տներն էլ են դեռ ցրտոտ։ Ճիշտ է, չենք ջեռուցում տները, բայց ցրտոտ է մի քիչ, նենց է, որ մի հատ ժակետ կամ մի բան որ հագնում ենք, արդեն լավ է լինում։ Մի խոսքով, այդպիսի բաներ։ Ինչպես միշտ, այս վերջի կտորն էլ ինձ։ Ժողովուրդ ջան, տեսի լցնենք։ Արգանակն էլ ավելացնեմ։ Ժողովուրդ ջան, սա արդեն եռում է, հիմա միսն էլ տեղափոխեմ, թող եփվի։ Ասես մի անգամից լցնեմ։ Ժողովուրդ ջան, միսն էլ լցրեցի, հիմա կսպասեմ տեսնեմ, հենց կարտոֆիլը արդեն եփված կլինի, կավելացնեմ այս վերմիշել, այս ամենամանր բուջուրիկ վերմիշելից եմ գնել։ Ժողովուրդ ջան, այս ամենամանր բուջուր վերմիշելից եմ գնել ու այսօրվա մեր սուպիկը լինելու է վերմիշելով։ Սա դնենք մի կոմի վրա, սպասենք կարտոֆիլը մի քիչ եփվի, դե միսը արդեն եփված է, շատ ժամանակ չի տանում։
Ահա, ես էլ կանաչին կկտրատեմ։ Ահա, ժողովուրդ ջան։ Մեր սուպիկը եռում է, արդեն կարտոֆիլը ստուգեմ տեսնեմ ոնց է, ու շատ լավ։ Այ այսինքն կչափեմ բռով, ինձ թվում է 1 ու մի քիչ ավել, որպեսզի շատ պինդել չստացվի։ Ահա, ժողովուրդ ջան, վերմիշելն է, սպասեմ թող եփվի, հիմա մի հատ արգանակի աղը ստուգեմ։ Ալանյա, մի քիչ աղա պետք է։ Էս է մի քիչ աղ։ Էս էլ մի փոքր սև պղպեղ։ Վերջ։ Վերմիշելն է, թող էփվի, ժողովուրդ ջան, հետո էլ կանաչին կավելացնեմ։ Ժողովուրդ ջան, տեսեք, այն օրվա իմ թխած գաթայից ինչ ա մնացել։ Մենակ գտարը։ Այս սենց համով լավ գաթա էր ստացվել։ Այս մի կողմը խորից չի եկել, բայց այս կողմը լավ ա, տեսեք։ Շատ համով է, շատ լավն է։ Այս քանի օրը էլի կթխեմ, ճիշտն ասած, հենց որ թխում եմ, դնում եմ մի անգամից թարմը սարցախցիկ, թողնում եմ ինքը հովանումը ու սարցախցիկ։ Հետո որ հանում ենք, այնց թարմ ա լինում, այնքան համեղ ա լինում, ոնց որ նոր թխված լինի։ Շատ ընտիր գաթաներ են ստացվում։ Ահա, ժողովուրդ ջան, այս է մեր գաթայի պատմությունը։ Շատ լավ գաթայա, դուք էլ անպայման թխեք, փորձեք ու ինձ ասեք։ Ահա, ժողովուրդ ջան, այ այսպես համեղություն ստացվեց։ Ահա եւ էր սիրելիներս, ճաշի ժամի համար էլ պատրաստեցի այսպիսի համեղ հավով ապուր։ Դե ինչ, եթե պատրաստվում եք ճաշելու, բարի ախորժակ բոլորին, կհանդիպենք ընթրիքին։ Տեն ժողովուրդ ջան, ես անցել եմ գործի, ընթրիքն եմ պատրաստում, ուրեմն, ինչ եմ արել, ինչ եմ պատրաստում, այստեղ ունեմ հավի կրծքամիսը երկար կտրատել եմ, ձեթի մեջ դրել եմ, որ մի քիչ տապակվի, ու այս կողմի վրա էլ պղպեղների տեսակներ ու սոխ, սա էլ մի կողմի վրա եմ դրել, տապակվի, հիմա առանձին կտապակեմ, կմիացնեմ իրար։ Այս մյուս կողմիս վրա ունեմ դրված լավաշիկները մեքսիկականի համար։ Հեսա այսենց լավաշիկներ են, հեսա լավ նկարի մեջ ցույց տամ այսպես տեսեք, որտեղ մի ձեռքով մի քիչ դժվարանում եմ բացելը։ Ահա, ու մեքսիկականի սոուսը, հեսա սալսա մեխիկանա, մեքսիկական սոուսն է։ Հետո սաղ կավելացնեմ, եթե մեքսիկական սոուս չունեք, ոչ մի խնդիր չկա, ժողովուրդ ջան,
ուղղակի կարակ լոլիկ կամ տոմատի մածուկ մի քիչ կծու պատրաստել ու հերթ։ Քանի որ ես դա ունեի տանը պատրաստ, դրա համար էլ հենց սա էլ կօգտագործեմ։ Իրա մեջ կա պղպեղ, լոլիկ, սող, ամեն ինչ կա։ Ու մի քիչ կծույա։ Տարբերություն չկա, կարող եք լոլիկ կտրատել, կարող եք տոմատի մածուկ լցնել ու մի քիչ կծու անել, կդառնա մեքսիկական սոուս։ Հիմա սա ստեփով տապակվի, սա էլ էս կողմի վրայա տապակվում, մի քիչ աղեմ ավելացնելու, մի քիչ տող աղ, մի փոքրիկ էլ այստեղ։ Վերջ ժողովուրդ ջան, հիմա թող տապակվի ու շարունակությունը միասին կշարունակենք։ Ես էլ փորձեմ սա բացեմ։ Ժողովուրդ ջան, կարտոֆիլը մի լավ լվացել եմ, լավ լվացի, հիմա ուզում եմ կտրեմ այսենց ու սենց մեծ կտորների, այսենց մեծ կտորների եմ կտրելու, ես թվում այսքանը, մի հատ է կտրեմ, Այս մեկը հերիք չի, այս լորև հերիք է, վրան ավելացնում եմ մի քիչ աղ, սա գնաց մի կողմ, ժողովուրդ ջան, աղը արեցի, հիմա մի քիչ ձետ, թափ կտամ ձեռքերս մեջը չմցնեմ, որպեսզի չձեթոթվեմ։ Ու հիմա սա կուղարկեմ այրֆրայերի մեջ կպատրաստեմ սա։ Ու կողքից արդեն հավի կրծքամիսը ու պղպեղները արդեն պատրաստ են, լավաշիկներն էլ էստեղ պատրաստ են, հիմա սա էլ բացեմ, կլցնեմ վրան, հեսա տեսեք սոուսը, այսպիսի սոուսը, շատ լավ սոուսը, խմեղ, ժողովուրդ ջան, էսի հիմա վրաս կպատրաստեմ, ստեղ էլ ճիշտն ասած սա զատիկի համար է, կանանչիներ ամեն ինչ լվացել եմ, պատրաստ դրել եմ, էստեղ էլ ուզում եմ գաթա թխեմ, դրա համար թողել եմ տան ջերմաստիճանի լինի, սա դրոժն է, հեսե կարակ, սա էլ մարգարին ամեն դեպքում թողել եմ դրսում մնա, ձունել են կողմը կողքիս վրա դրած է։ Ահա ժողովուրդ ջան, անցան գործի, ճիշտն ասած չգիտեմ, այս տեսանյութը կդնեմ զատիկից առաջ, թե զատիկից հետո։ Դե լավ, գնացինք առաջ։ Ահա ժողովուրդ ջան, լցրեցի այրֆրայերի մեջ, շատ հարմար բան է, ես շատ եմ օգտագործում։ Հիմա այսի կդնեմ թող լինի, 18 րոպեում պատրաստ է լինում։
Ահա եւ էր սիրելիներս, այսօր էլ պատրաստել էի այսպիսի մենուն։ Կարծում եմ այսօր էլ կարողացա լինել օգտակար։ Շատ չեք մտահոգվի, ինչ եփել այսօր։ Միգուցե հավանեցիք, մի օր էլ դուք կպատրաստեք։ Դե ինչ, այստեղ ձեզ հրաժեշտ եմ տալիս եւ ասում եմ, կհանդիպենք։ Մեր հանդիպման վայրը չի փոխվում, կհանդիպենք նույն տեղում։ Առայժմ